Այսօր առավոտյան այս իշխանությունները կրկին սկսել են իրենց հարձակումը Սրբազան պայքարի մասնակիցների, աջակիցների, ինչպես նաև Բագրատ Սրբազանի, նաև զոհված ինձարայողի հոր, նրանց մեղադրում են ահաբեկչության մեջ։ Իհարկե այս ամենը պետք է որ լիներ, որովհետև վարչապետը Նիկոլ Փաշինյանը գնացել էր Թուրքիա Էրդողանի հետ հանդիպման ամենայն հավանականությամբ Էրդողանը այնտեղ նրա առաջ խիստ պահանջներ է դրել, եւ նա պարտավորեցրել է կատարել այն բոլոր խոստումները, որոնց համար երևի թե ինքը ինչի դիմաց այդ խոստումները տվել միայն ինքը գիտի եւ Էրդողանը եւ այդ խոստումների չկատարման դեպքում ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ պետք է պատժվի արդեն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից եւ այդ վախերը բնականաբար այսպիսի արձագանք պետք է ստանային եւ Նիկոլ Փաշինյանը իր բռնաճնշումները սկսեց երեք եթե լավ հիշում ենք, Նիկոլ Փաշինյան թիմակիցները հանրությանը ներկայացրեցին իբր թե, անդիմության հեղաշարժման պլանը, բայց իրականում դա իրենց ՔՊ-ի խոստովանական հաղորդագրությունն էր հանրությանը, որում իրենք հստակ խոստովանում էին, որ իրենք շատ լավ հասկանում են, որ այլևս հանրությունը իրենց չի վստահում, այլևս Նիկոլ Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա, այլևս Նիկոլ Փաշինյանը ժողովրդական մեմ է դարձել եւ այդ վստահությունը կորցնելու հետ կապված նա վերընտրվելու որևէ շանս չունի եւ հետեւաբար նրա փրկությունը բռնաճնշումներն են, որովհետեւ ես բազմիցս ասել եմ ու ելի կրկնում եմ, միայն ինքը շատ լավ գիտի, թե ինչ է արել, ինչ է խոստացել եւ ինչի դիմաց եւ չանելու պարագայում ինչ պատժի է առաջ է կանգնելու եւ այսպիսի գործեր կարելու մեթոդը իր համար դա արդեն սովորական մեթոդ է, այդ հեղաշրջման պլանը երեք դուրս նետեցին, այսօր ըստ այդ պլանի իրենք սկսեցին իրենց բռնաճնշումները, սակայն իրենք շատ լավ հասկանում են եւ հանրությունը նույնպես հասկանում է, որ այս բոլոր բռնաճնշումները շատ ավելի լայն զանգվածների են բողոքի ցույցի դուրս բերելու, ավելի լայն զանգվածներ են ի վերջո դուրս գալու այս պետականական իշխանությունից ազատվելու համար եւ ըստ էության Նիկոլ Փաշինյանը հասկանալով թե չհասկանալով նպաստում է հենց այդ գործընթացին։ Հիշենք, նա սկսեց հարձակումը հայ հեղափոխական դաշնակցության վրա, դաշնակցության կողքը կանգնեցին բոլոր ազգային ուժերը։ Սկսեց հարձակումը բոլոր ազգային ուժերի վրա, նրա կողքը կանգնեց Սփյուռքը, սկսեց հարձակումը Սփյուռքի վրա, նրա կողքը կանգնեց եկեղեցին։ Եվ այսօր եկեղեցու վրա է հարձակումը, կողքը կանգնեցին մեր բարերար հայ բարերարները, ովքեր մեր երկրի համար մեծ գործեր են արել, հարձակում գնաց բարերարների վրա եւ գիտեք ինչն է ամենազավեշտը, որ այս մարդը իր սահմանադրական ոչ մի պարտականություն չի կատարում, սահմանադրական կարգը եկած օրվանից խախտում է, իր սահմանադրական ուխտը դրժում է, իր երթումը դրժում է դատավարանների, սահմանադրական դատարանի շրջափակում, ազգային ժողովի շրջափակում, եկեղեցու գործերի միջամտություն եւ այլ, այսինքն ամեն օր, ամեն վայրկյան իր ուխտը դրժած անձնավորությունը իրեն իրավունք է տալիս խոսել ուրիշների ուխտի դրժման, քննարկել ընդհանրապես ուրիշների ուխտի կատարման, չկատարման հարցը։ Նա ընդհանրապես նման բարոյական իրավունք չունի, իր այդ կեղտոտ բառապաշարով, իր կնոջ կեղտոտ բառապաշարով եւ ընդհանրապես իր պետականական քաղաքականությամբ այսօրվա ամեն ինչն էլ ըստ էության, ելի եմ կրկնում, դա Էրդողանի պահանջների արձագանքն է, թե ինչ է խոստացել այս անգամ եւ ավելին ինչ է խոստացել, դա երևա մի քանի օրից երևի թե այս բռնաճնշումներով հանրությանը շեղելով, նաեւ Էրդողանի աչքին ինչ որ գործողություններ ցույց տալով։ Այս իշխանության թիրախում կրկին զոհված ինձարայողների ծնողներն են եւ այստեղ այս պահին դատում են զոհված ինձարայողի հորը Արա Ռոստոմյանին եւ նրա մեղադրում են ահաբեկչության մեջ։ Գիտեք, ցանկացած անհատ, ցանկացած կառույց, ով դուրս է եկել բողոքի այս իշխանությունների դեմ, պետականական քաղաքականության դեմ, նա պետք է արժանանա բռնաճնշումի, դա իրենց տրամաբանությունն է, դա իրենց գործելավոճն է, եւ Արա Ռոստոմյանը, որ առաջին օրվանից այո պայքարի առաջամարտիկ է, այս իշխանությունից ազատվելու, երկիրը փրկելու ճանապարհին
Բնականաբար Արա Ռոստոմյանն էլ պետք է եւ ոչ միայն Արա Ռոստոմյանը, այստեղ մենք կարծեմ այսօր նաեւ գնդապետ Մաղսուդյանը եւ եթե չեմ էլի երրորդ դատ է լինելու հիմա այս պահին Սրբազանի դատն է գնում, հա ավանում, այնպես որ Աջափնյակում, այսինքն ըստ էության Արցախահայերի վրա է հարձակումը, ասում եմ, ցանկացած անհատ, ցանկացած կառույց, ով ոտքի է կանգնել երկիրը փրկելու գործի համար, այս իշխանություններից ազատելու, այս նրանք բնականաբար արժանանում են այսպիսի ճնշումների, բայց մեր ժողովուրդը վաղուց արդեն նման ճնշումներից չի վախենում, սա միայն իր վախերի ցուցադրումն է եւ դրան ընդհակառակ հայ ժողովուրդը, մեր հանրությունը ավելի է համոզված ոտքի կանգնելու եւ շատ քիչ ժամանակ է մնացել եւ մենք կհասկանանք, որ իսկապես ժողովուրդը ոտքի է կանգնելու եւ մենք վերջապես ազատվելու ենք այս պետականական իշխանությունից։ Այս պարագայում ինչ քայլեր է ձեռնարկում ընդդիմությունը եւ արդյոք կարող է սա խթան հանդիսանալ, որպեսզի ի վերջո փողոցային պայքարը տեղի ունենա։ Այն, որ սա խթան է հանդիսանալու այս պետականական իշխանությունից հեռացնելուն չկասկածեք։ Ինչ քայլեր կերևա։